Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր ես յուրահատուկ զրուցակից ունեմ։ Իմ զրուցակիցը Արցախի Հանրապետության ազգային հերոս մայոր Դավիթ Արուշանյանի մայրն է, տիկին Լիդիա Արուշանյանը։ Բարև ձեզ, տիկին Արուշանյան։ Բարև ձեզ։ Նախքան մեր զրույցը սկսելը, խնդրենք մեր հեռուստադիտողին, որ հավանեն այս տեսանյութը, բաժանորդագրվեն ալիքին եւ մեկնաբանություններ գրեն։ Տիկին Լիդա, Նիկոլ Փաշինյանը այսօր Երևանում է շրջում եւ մետրոյում ինքը զրույց ունեցավ մի արցախցի կնոջ հետ, ով Նիկոլ Փաշինյանից ըստ էության պարզաբանումներ էր պահանջում եւ վարչապետը ասաց, որ մենք նկատի ունենալով Հայաստանի քաղաքացիներին միլիոններ են վճարել, որպեսզի արցախցիները մնան Արցախում, բայց իրենք փախել են։ Հիմա ձեր կարծիքով սա իրականություն է, արդյոք արցախցիները կարող էին այնտեղ մնալ այդ կրակոցների, այդ պայթյունների, ադրբեջանական մեկօրյա այդ պատերազմից հետո, այդ սպանություններից հետո, եւ արդյոք Հայաստանի քաղաքացիները այս թեզը, որ իբր Հայաստանի քաղաքացիները պահել են արցախցիներին, ճիշտ է։ Իհարկե սուտ է ասում, ինչպես միշտ։ Ես միշտ ասել եմ, արցախցիների դեմ կռվել են ոչ միայն Ադրբեջանը, այլ կռվել է Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը եւ Իսրայելը։ Զենքով էլ օգնել է Ուկրաինան։ Այն որ մեր տղաները ոտքերը լրիվ վարված էր, այդ նրանց ուղարկած փոշին էր։ Երկրորդը, Արցախցին աշխարհում հայտնի է որպես կռվող, որպես հայրենասեր, այն որ բնիկը հազարամյա տեղ ապրող մարդը կուզի իր հայրենիքը լքի։ Մի փոքր հանրապետության 150,000-անոց բնակիչը կարա 4 երկրի դեմ կռվի։ Այդ մեկօրյա պատերազմի ժամանակ գնացեք Եռաբլուր, տեսեք քանի զոհ կա, ինչ տներից քանի զոհեր են տվել, մարդկա 3 զոհ ա տվել, մարդկա 2 զոհ ա տվել, ընտանիքներ կան, որ փեսան, տղան, աղբերը, հայրը, բոլորը զոհվել են, մնացել ա մի կին, բոլորը սուտ են, արցախցիները կռվել են, ես ինքս արցախցի եմ, ես 90 դեռևս 80-ականներից գիտեմ իրանց, ճանաչում եմ, պատմությանը ծանոթ եմ, իրանց ընդունակությունները գիտեմ, ինչի են ընդունակ, հանուն իրանց հայրենիքի, իրանց դուրս չկան հայրենիքից։ Նույնիսկ հենց հիմա արցախցիները կարոտից մահանում են, կհավատակ, քանի էջ բացում եք, այդ կարոտը իրանց սրտում ջահել, առանց հիվանդ չեն, ոչ մի բան են մահանում են։ Նիկոլը մարդկանց ուշադրությունը շեղում է։ Մարդ ինչպես միշտ 18 թվականից մինչև հիմա խաբել է, խաբում է ու կխաբվի։ Վայ մեզ, եթե Նիկոլի այս անգամ էլ տրվի, Աստված չանի։ Ես խնդրում եմ Աստծուն, որ հանկարծ ինքը չընտրվի։ Եթե ինքը ընտրվի, ես ասել եմ նորից կրկնեմ, եթե հանկարծ ինքը ընտրի, Հայաստան չի մնալու։ Ինքը Հայաստանը եթե ուզի, չուզի, Հայաստանը դառնալու է ոտնատակ, ես ասել եմ, մեր վրայով ասֆալտ են փռելու, թուրքերը անցնեն։ Ասմա խաղաղություն, ինքը, նախ ինքը ինչ ասում է խաբում է, ոչ դա բոլորը գիտեն։ Մարդկանց մոտ են կարծիքն ստեղծել, որ ինքը չլինի, պատերազմա լինելու։ Ու որոշները հավատում են, մեծ մասամբ հավատում են։ Սուտ է ասում ժողովուրդ, ընտրությունների նախօրյակ են։ Ինքը ընտրություններ, ես մի քիչ թեմայից շեղվեմ, ընտրությունների նախօրյակին ինքը ասում էր,
ինչ են անում 10,000 դրամը, ինչի պիտի ծախսել։ Դա ուղղակի անմիտ պատասխան էր, ես դա պատասխան չեմ համարում։ Հիմա անցած մի քանի օր ինքը 10,000 դրամ ավելացնում։ Այդ 10,000 դրամը բա ինչ պիտի անի այդ ընտրության մասնակիցը։ Դա կոչվում է ընտրակաշառք։ Մեր թոշակառուները, սիրելի թոշակառուներ, ձեր ցավը տանեմ, մի խաբվեք, խնդրում եմ, այդ 10,000 դրամը մեր սերունդների համար ծանր անստելու մեր սերունդների վրա։ Այդ 10,000 դրամն էլ, այն 7 միլիարդն էլ, մեր սերունդների համար ծանր անստելու, մեր սերունդ մտածեցեք ձեր թորների համար, դրանք բոլորը մեր սերնդի, մեր թորների, մեր ծորների քթից է գալու, ձեզ խաբում է, ինքը թուրքերի հետ բարեկամանում է, համենայն դեպս պատերազմը եթե լինելու է, սուտ է ասում, թուրքը երբեք ես թուրքի մեջ ապրած մարդ եմ, թուրքի ոտից գլուխ ճանաչում եմ, պատմությունը գիտեմ, գրականությունը գիտեմ, աշխարհագրությունը գիտեմ։ Խաբում է թուրքերով, ինքը ասում է, թուրքը ասում է, ես տանկով չեմ գալու, ոտով եմ գալու, գալու է Հայաստան մտնի, որ հայեք ուզի թուրքի հետ ապրի։ Դե կան օրինակ տիկին Լիդա ասում են առևտուր կանեն, գերեք Վարդենիսում էլ ասում է։ Այո, այդ առևտուր բառից ես ուղղակի սարսափում եմ, որ այդ մարդիկ այդ ինչքանն են այդ թշվառ, սոված, չգիտեմ աչքածակ մարդիկ եղել, որ այդքան ինչից խոսում են առևտրից են խոսում։ Այդ ինչի չեք ուզում մաքուր քրիստոնյա ռուսի հետ առևտուր անեք, թուրքի հետ եք առևտուր անում։ Ինչի ռուսի բենզինը չեք վերցնում, թուրքի, չգիտեմ, որ երրորդ կարգի, չորրորդ կարգի ծորենը բենզին եք վերցնում։ Բերելու է մտցնի թուրքին Հայաստան, ինքը միշտ ասում է, ես էլի եմ թե տված հարցից մի քիչ բան եմ անում, որ մի բան է լինում, ասում է դպրոց եմ կառուցում, մանկապարտեզ եմ կառուցում, ասֆալտ եմ կառուցում։ Իմ ինչին է պետք է դպրոցը նախ այդ բոլոր ձեր կառույցները անորակ են։ Կան կառույցներ, որ նույն շահագործման են հանձնել, լենտը կտրել են ու շահագործման չեն հանձնել։ Ինչից է պետք այն դպրոցը, որ այդ դպրոցում պետք է թուրքերեն դասավանդել, թուրքական պատմություն դասավանդեն, եթե ոչ հայկական։ Ես հայ եմ, ուզում եմ հայկական դպրոց գնամ, թեկուզ մի խալխուր դպրոցում։ Ես չեմ ուզում մանկապարտեզում իմ երեխայի, իմ թորան հետ թուրք երեխա էլ լինի։ Որովհետև ես նրանց ծանոթ եմ, ես գիտեմ նրանց վրեժ խնդրությունը, հայի արյան ծարավը, խնդրում եմ ժողովրդին գիրք կարդացեք, պատմություն կարդացեք, ցեղասպանություն հիշեք։ Նյուժելի մարդը ոնց կարող է 100 տարի ընդամեն 100 տարին ակնթարթ է, 100 տարվա մեջ ոնց կարելի է մոռանալ հայոց ցեղասպանությունը, աշխարհում առաջին հայոց ցեղասպանությունը, ցեղասպանվածի թոռը տաքսիստը, ասում է լավ են անում գալիս են, թող գան առևտուր անեն, տաքսի եմ նստել, ասում է ավելի լավ է թուրքերը կան, քան թե արցախցիները։ Ասում ինչ են արել ձեզ արցախցիները, ասում ուղղակի չեմ ուզում։ Դե եթե երկրի ղեկավարի մակարդակով արցախցիների նկատմամբ պատելություն է։ Բառերը կրկնես, ես ասեցի դու Նիկոլի բառերն ես կրկնում, ասում այո։ Ուզում եմ թուրքերը կան առևտուր անենք։ Տիկին Լիդա, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ Լեռնային Ղարաբաղը, Լեռնային չի ասում, Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում։
Ձեր որդին Արցախի հանրապետության ազգային հերոս է։ Այո։ Փաստորեն իր հայտարարությունից դուրս է գալիս, որ ձեր որդին օկուպացրել էր ադրբեջանցիների հողը։ Դուք ինչպես եք վերաբերվում իր այս հայտարարությանը։ Դա հիմարություն է ուղղակի։ Ճիշտն ասած կներեք, ես այս դրոշը վերել եմ, կարող եմ ձեռքից պահեմ, Այո։ որովհետև իրենք այդ Արցախի դրոշից ու Արցախ բառեր սարսափում են։ Ես այդ դրոշը վերել եմ ձեռքից պահեմ, որ որոշ վախեցող մարդիկ չվախենան։ Արցախը ես նորից կրկնեմ, միշտ եմ ասում եմ Կոստանդին Զատուլինը մեր լավ բարեկամը ռուս միշտ ասում է, եթե արցախցիները մեկից հող են վերցրել, դա նույնն է եղել, նույնահապետը։ Նույնահապետից մինչև հիմա մենք ապրում ենք այդ հողում, պայքարել ենք։ Հայաստան ամեն ազգ մտել է, սելջուկ թուրքեր, մողոլ թաթարներ եւ այլ տարբեր ազգեր, որ հիմա նույնիսկ գոյություն չունեն, Արցախ չեն մտել։ Ես էլ Նիկոլինն է հարց եմ տալիս հակնդեմ հատ, ինչի է վախենում Արցախ բառից։ Ասում է, եթե Արցախ բառը ասենք, ադրբեջանցիները կհարձակվեն, նույնիսկ հոգևորականներին է հանդիմանում, ասում է պատարակների ժամանակ ասում են Աստված օրհնի Արցախի հանրապետությունը, Ցեղասպանության թանգարանի տնօրենին տեսակ, որ ազատեց աշխատանքից, ասում է, եթե հայ ժողովուրդը Արցախ բառը օգտագործի, ադրբեջանցիները կհարձակվեն, բայց հիմա օրինակ գերմանացիները, երբ որ Ստրասբուրգը իրենց են համարում, ֆրանսիացիները իրենց վրա չեն հարձակվում, կամ ճապոնացիները, երբ Կուրիլյան կղզիները իրենցն են համարում, ռուսները նրանց վրա չեն հարձակվում։ Հիմա հայ ժողովուրդը ինչի պետք է մոռանա իր պատմությունը, իր հազարամյա պատմությունը, որ Արցախում ապրել է 3000-ամյա կներեք։ Ինքը իր դա բոլորը արվում է հանուն մի աթոռի։ Նա Հայաստանի համար չի մտածում։ Ինքը Հայաստանի համար չի մտածում։ Միայն ու միայն երկար, մի օր, մի ժամ այդ աթոռին նստած մնա։ Իրա շրջապատով հանդես, իրա ողմակով, ներողություն բառիս համար, իրա ողմակով, իրա խմբակով մնա աթոռի վրա։ Ինքը գիտե հայ ժողովրդի նախ ինքը մի բանից էլ է վախենում։ Ինքը ժողովրդից է վախենում։ Ժողովուրդը էսա որ ասում է եղավ, հայ ժողովուրդից չի մնալու։ 8 տարի ամես խափում է։ Մայր ու տղա մենք առաջ օրվանից նախ ատել ենք իրեն, որպես են, որ ոչ մի բաներինք ատել ենք։ Միջանկյալ մի փոքր դրվագ պատմեմ։ Ապրիլ ամսին ես հիվանդացել էի, տղաս 5 օրով եկավ արձակուրդ։ Թեթև հիվանդություններ ճնշում էր, անցավ գնաց, ասաց մամ 5 օր արձակուրդ ունեմ, մնամ։ Մեկ էլ որ ինքը քաղաք դուրս չէր գալիս, ասացին, որ միտինգները, հավաքները, մի օր հեռուստատեսության նայեց, ասաց մամ, դրսից եկավ, սենց հեռուստացույցին համ նայեց, համ ասաց, մամ, ես ինչ եք անում, սենց վրդոված, ասաց, դա ջան, ես եմ անում, ասաց, մամ, գիտեք, որ քանդել եք, Հայաստանը քանդելու եք, հոգնակիտի մեզ։ 18 թվին, հա? 18 թվականի ամսի 23-ին, ապրիլի 23-ին, այսօրվա նման հիշում եմ, մամ, գիտեք, որ Հայաստանը քանդում եք։ Ես էլ չտարա չբերեց, ասցի դա հասեց վեր, ես թողեմ գնամ, մամ կներես, ես թողեմ գնամ իմ խախանդ Ղարաբաղը։ Ես էլ լեզուս պապանցված հետարած չտավջան հետևից գալու է։ Գիտեի, ինքն էլ գիտեր։ Ասաց, մամ ջան, Աստված չանի, ասացի, դավջան, սա որ սենց է, այս բաները ես մի քանի անգամ իջել էի քաղաք, ոչ թե բանի համար, ես իրեն նորից եմ ասում, ատել եմ կներեք այդ բանի համար,
ուզում էի գործի գնամ, զանգել եմ, ասել եմ չեմ կարողանում կամ մասիվից պիտի գնայի գործի, այդ մասսայի ամբողջի մեջ տրանսպորտ չկար, գործի չեմ գնացել։ Ասեցի Դավջան հետևից գալու եմ, գնաց տեսակ ինչ եղավ։ Տիկին Լիդա, դիմաց ընտրություններ են, քաղաքացիական պայմանագիրը մարդկանց խոստանում է խաղաղություն, Սամվել Կարապետյանի թիմը խոստանում է ուժեղ Հայաստան, հզոր տնտեսություն, Ռոբերտ Քոչարյանը խոստանում է անվտանգություն եւ արժանապատիվ խաղաղություն։ Ձեր կարծիքով քաղաքացին ինչ ընտրություն պետք է կատարի։ Քաղաքացին պիտի ընտրություն անի Ռոբերտ Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին։ Այդ երկուսը մեշկ տան թիկունքի տան հայ ժողովրդին փրկեն, թե չէ Հայաստանը կործանվելու է, լեզուս պապանցի, ես վատ բան եմ գուշակում, ինքը չպետք է ընտրվի, ինքը ուր ուզում ա գնա, թեկուզ չդատեն, թեկուզ ոչ մի բան չանեն այսքան հանցագործությունների համար, երկրից հանեն ուղարկեն ուր ուզում ա գնա մենակ փրկվի Հայաստանը, եթե ինքը մնա, մեր դրությունը շատ վատ ա լինելու, սիրելի հայրենակիցներ, միջակյալ նորից եմ դիմում, մի թերթեք Հայաստանի վերջին էջը, ես մեր տղաների նկարներն եմ բերել, մեր իմ շրջանում կրված տղաները, որոնք շատ նկարներ կա, չեմ ուզում ձեր գլուխը տանեմ, այդ տղայի բարերը, որ ասելա Եթե կորցնենք Արցախը, կթերթենք Հայաստանի վերջին էջը։ Խնդրում եմ ժողովուրդ, մի թերթեք Հայաստանի վերջին էջը։ Սիրելի հայ ժողովուրդ, արցախցիներ, հերոս արցախցիներ, ձեր հայրենիքը կորցրած արցախցիներ, խնդրում եմ ընտրությունների օրը նախօրյակին պատրաստ եղեք, բոլորը կազմում պատրաստ գնացեք ընտրությունների։ Ընտրություններ չգնալու դեպքում, նորից եմ ասում, ձեր ձայնը գնալու է մեր թշնամուն։ Խնդրում եմ, բոլորը գնացեք ընտրությունների։ Մենք միահամուռ ուժերով կփրկենք Հայաստանը, եթե ընտրությունների մասնակցենք։ Մի կաշառվեք, մի խաբվեք 10,000 դրամը։ 10,000 դրամը հետագայում մեր քթից է գալու։ Մեր ծերուններին, մեր ծաղկուն հայրենիքը մի կորցրեք։ Մեկը կորցրել ենք, նյուժելի մեր համար դա դաշտ չի լինի, որ Արցախը մենք կորցրել ենք։ Հայաստանը չկորցնենք, մի խուսափեք Արցախ բառից, խնդրում եմ, եթե դա նույնիսկ, ես էլ բանի մեջ եմ ասում, եթե նույնիսկ տղա երեխաներ ունեցեք, որ բոլոր արցախցիների երեխաների կեսը Մոնթե էին և Արցախ էին, դուք էլ նույնը շարունակեք, Մոնթե դրեք ձեր երեխաների անունները և Արցախ, թող ինչ ուզում անի, ինքը վախենում ան Ալիևից, թող չընտրի, վախենում ան, մենք կպայքարենք մեր հայրենիքի համար, ուղղակի մենակ մի բան ասեմ, մեր բանակը քանի որ քանդել է, ինքը քանդել է, ես լավ գիտեմ, կներեք տղա ջան, որ ես մանրամասն, ես շատ բան գիտեմ, շատ բաներ գիտեմ, ինքը մտածորվանից բանակը քանդել է, մեր աչքի առաջ դուք ինձանից շատ գիտեք, դուք լրագրող եք, դուք մասնագիտություն ունեք,
Ես էլ որոշ տվյալներ ուրիշ տեղել գիտենք։ Բանակը քանդել է, զինվորականներից ասկսել։ Մեր զինվորականները կեսը բանտում են, կեսն էլ հողի տակ են։ Մեր 5000 որդիները մեզ չեն ների հայրենիքը կորցնելու համար։ Մենք մեր տղաները 5000 չեն, շատ են։ Ամեն մի գյուղում, ամեն մի քաղաքում մի պանթեոն կա։ Մենք պարտքենք մեր տղաներին։ Մենք պիտի հայրենիքը պինդ պահենք, մեր սահմանները ազատենք, այն որ սև լիճ են ասում, չգիտեմ, սառույց, ձյունապատ, նրանք պիտի ազատագրենք։ Չգիտեմ, Գորիսեցին ա լավ խոսում, կամ էլ Վարդենիսցին ա խոսում, Վարդենիսցի ամոթ ձեզ։ Դուք չեք տեսնում ձեզ սահմանը եկել ա ձեր քթի տակա բան, քանի դպրոց ա փակել։ Երբ որ Արցախը կար, Վարդենիսը սահմանամերձ չէր։ Վարդենիս սահմանամերձ չէ, մենակ Արցախն է սահման։ Արցախը եղել է մեր դարպասը, պատմության մեջ միշտ եղել է, կա ու կլինի։ Խնդրում եմ, ուշադիր եղեք, սիրեք մեր հայրենիքը, մեր երեխաների արյունը իզուր չթափվի։ Մի վախեցեք Նիկոլից, ընդամենը մի մարդ է, թերի կրթությամբ տառաճանաչ մի հատ կապիկ։ Ինչ եք վախենում ժողովուրդ, հայ ժողովուրդը մենք ունեցել ենք Սարդարապատ, օրինակ վերցնենք, մենք կրկնենք մեր Սարդարապատը նորից, ընտրությունները խաղաղ ճանապարհով, եթե մենք ընտրենք մեր ուզած թեկնածուին, ոչ պատերազմ կլինի բանակցությունների միջոցով։ Մենք քանի տարի խաղաղ պայմաններում ապրել ենք։ Ինչի՞ չի թուրքը։ Դուք տեսել եք մեծ Ալիև որդու Ալիև հոր եւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը։ Այո։ Այդտեղ դուք ում եք խղճացել։ Հեյդար Ալիևը նախանձելի վիճակում չէր։ Այո։ Իսկ հիմա ինչ ա լինում։ Օրինակ, որ ինքը դուրս ա գալիս, Հայաստանում ես չեմ ասում, ինքը որ գնում ա արտասահմանյան երկրներ, ես նրան որպես իմ ղեկավար չեմ ընդունել, չեմ ընտրելու, երբեք էլ ինքը չի ընտրվելու։ Ես ամաչում եմ, Նիկոլ, որ դու մեր ղեկավարն ես։ Տեսքդ չի համապատասխանում, կրթությունդ չի համապատասխանում, գնա, իսեր Աստծո, գնա, իսեր մեր հայրենիքի գնա։ Ես կրկնեմ Արմեն Գրիգորյանի բառերը, գնա որ ապրենք, խնդրում եմ, գնա որ ապրենք, մեղքենք, հայ ազգը եղելա կա ու կլինի, նորից եմ ասում, հայ ժողովուրդ, մի թերթեք Հայաստանի վերջին էջը, մի թողեք, որ երկու բառը խնդրում եմ մեր Կաթողիկոսի մասին։ Համեցեք իհարկե։ Ես նորից ասեմ, պատմությանը լավից վատից ծանոթ եմ, լավ ծանոթ եմ, կներեք, ուղղակի ուզում եմ լավից վատից չիմանալ, թե իմ որդին նույնությամբ Տենց բան չի եղել, որ Կաթողիկոսին ինչ որ մեկը, ինչ որ ստոր խառնվի Կաթողիկոսի գործին։ Այսօրվա օրը մենք ընդամենը մի երկու հարևան ունենք, մեկը Իրանն է, մեկը Վրաստանը։ Հիմա Վրաստանի Կաթողիկոսը Իլյան մահացել է, մեր Կաթողիկոսը թույլ չի տալիս, որ ներկա գտնվի։ Դա նա չի հարցնելու է, ով է թույլ տվել, ով չի, արդեն մեր բարեկամությունը խզվելու է։ Դա անպատվություն է ուղղակի ներկա չգտնվել Կաթողիկոսի թաղման։ Դա պազորը հայ ժողովրդի համար, ես էլ լինեմ կնեղանա։ Ով էլ լինի կնեղանա, եթե ստեմի բան ա լինում, հարևանը ներկա չի լինում, ասում են ես ինչ չեկա, ամոթ քեզ Նիկոլ, ամոթ։ Կաթողիկոսը պիտի ներկա լիներ, պիտի
պիտի իր խմբով ներկա լիներ ու իր ցավակցությունները հայտներ Վրաստանի կաթողիկոսին, համ երկրի համար պատիվ կլիներ, համ հայ ժողովրդի համար պատիվ կլիներ։ Դա ուղղակի ամոթ է իրան, ուրիշ բան չունեմ ասելու, ստոր, դու թշնամացնում ես, որ երկիր գնում է մեզ, ընդեղից մեզ անպատվում է, որ երկիր գնում է, այն օր մի մարդ պատմասն, որ առաջ մենք մի տեղ էինք գնում, իրոք տենց էր, ես շատ տեղ քաղաքներում եմ եղել, որ մենք գնում ենք Ռուսաստան, մեզ շատ հարգալից էին ընդունում, հյուրասիրում էինք, չգիտեմ, զդաչի ենք թողում եւ այլը, մարդիկ մեր նկատմամբ շատ բարեհաճ էին, իսկ հիմա որ ասում են հայ ենք, գլուխներս կախում, թողում գնում են, պարտված ենք, իսկ գրագետ մարդը, գրագետ խավը, բա բոլորը չեն գրագետ արտասահմանում, բոլորը չեն գրագետ, որ մեր պատմությունը իմանան, տեսնեն ով է մեղավոր, ով չի մեղավոր, մեզ նույնիսկ արտասահմանցիներն են բանանում, ես որ ինտերնետը բացում եմ, մեր հայ ժողովրդի նշանավոր մարդկանց մասին բաներ են պատմում, որ հայը չգիտեն, որ կարդում եմ, а вы знаете что? Էս ինչը կառուցել է, էս ինչ գործիք, էս բժշկական սարքը կներեք երկարացում եմ, Արխային արտահայտվեք։ ու ես ուրախանում եմ, որ էս ինչ բանը Ամերիկան, ասում է, գիտեք, Լաս Վեգասով է կառուցել, նի անգլիչանին, նի ամերիկանից, արմյանին, ես ստեղ շատ ուրախանում եմ, հայ ժողովուրդ նորից եմ ասում, եկեք խելքներս, գլուխներս հավաքենք, ընտրությունների մասնակցենք, հիշենք մեր բազմահազար զոհերին, մեր եռաբլուրը չբազմապատկենք, որ գան նորից եմ ասում, մի բադ բան եմ ասում, նախ քանդելու են մեր եկեղեցիները։ Արցախում քանդում են։ Արցախում քանդում են։ Եռաբլուրը Ձեռնակաբերդից են սկսելու, ինքն էլ մեծ համաձայնությամբ համաձայնվելու է, սիրով էլ համաձայնվելու է։ Խնդրում եմ մի քանի խոսք են մեր կանանց մասին, մեր ղեկավար կանանց մասին։ Են ինչա ներքին գործերի նախարարող ամոթ իրը, նախ դու հայ չես, նրա տեսքը հայ է տեսք չի, ինքը ինչ-որ մողոլական բանական հատկություն ունի, չգիտեմ, խնդրում եմ, որ բանից հետո, իշխանափոխությունից հետո, այդ ուժայինների ղեկավար նշանակ են տղամարդիկ, այն որ ասում են տղամարդու ուժեր ձեռք, մեր բոլոր ուժայինները կանայք են, ոչ մի բան չանող, են մեր մարդու իրավունքների պաշտպանն ինչացու է, մեր ասելու եմ, մեր նախագահն ինչացու է, մենք պահում ենք ինչ անենք, մենք փող ենք տալիս նրան ինչ անենք, որ դրսում դիակնի գնա նկարի գա, իշխանափոխությունից հետո բոլոր պոստերում նշանակվի, սա ես ոչ թե հրամայում եմ, իմ կարծիքն է, որպես զոհված հերոսի մայր, ինչի պիտի որդին զոհվեր, որպես զոհված հերոսի մայր, ասում իշխանափոխությունից հետո բանակում, ուժայիններում, այդ ԱԱԾ-յա, չգիտեմ ինչա, բոլորը պիտի տղամարդու բռունցք լինի, որպեսզի կարողանան այս երկրը խելքի բերեն, խելացի մարդկանց։ Ես մեկ էլ ջղայնացած եմ մեր
կոմպոզիտորների, երգիչների, գիտնականների, դասախոսների, բան մենք այդքան նշանավոր մարդիկ ունենանք, մեկը դուրս չեկավ, որ ասի ինչի չեք, ես ինչ բանի եք, այդ ինչի Սոս Սարգսյանը չվախեցավ, ինչի Վիկտոր Համբարձումյանը չվախեցավ, կարող եք կրճատել։ Չէ, չեմ կրճատել։ Ժամանակին դուք երևի ծնված չեք եղել, թե փոքր եք եղել։ Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը Մոսկվայում հացադուլ էին անում։ Չէ, ծնված չեմ եղել։ Ծնված չեք եղել։ Էլի մարդ կար Ղարաբաղցի, թող ինձ ների մոռացել եմ։ Միջև կաթողիկոսը Վազգենը չգնաց համոզեց, որ դադարեն։ Աշխարհն իմացավ, որ դրանից առաջ ինչեր ա եղել, ինչեր կլինի, ու մեզ բոլոր աչակցում էին, մեզ համակնում էին, աչակցում էին։ Դրանից առաջ մի դեպք էլ պատմեմ, ուզում եք հանեք, ուզում եք չանեք, բանը ճարտարապետ էր, որ գնաց բանը Մոսկվայում էր, որ բանին ասեց Հենրիկ Իգիթյանը, երբ որ Հենրիկ Իգիթյանը Կրեմլում ելույթ ունեցավ, ես իր բառերը պիտի ասեմ, ասեց есть одна армянская пословица, ու ասեց, կարող եք մի բան ասեց, переводите, пожалуйста, ասեց, это не переводится, գիտեք ինչ ասեց, Գողենբոզին 40 օր, Գարբաչով տեղով, ասեց, խնդրում եմ թարգմանեք, ասեց, դա չի թարգմանվում, այն մենք հետազին ենք եղել, իսկ հիմա մեկ էլ ես Նիկոլի մի բան ասեմ, Նիկոլ, որ գնում ես, այն մարդը քեզ առույց է զգում, որ գնում ես դուրս, խնդրում եմ մի կուզիկացի, խնդրում եմ նույնիսկ մի կուզիկացի, քո հետ ես էլ եմ կուզիկանում, քո հետ ես էլ եմ կսվում, մի քեզ ձիգ պայի ստոր, մեկ էլ երկու բան էլ ասեմ, ես էլ զրույց եք անում, դահուկային չմշկավազք էր, բաններ, Արա Գևորգյանի Արցախ երաժշտության տակ, երաժշտությունը հանեցին, ասեցին, ես ճիշտ գիտեմ, երկու անգամ թուրքերը ասել են, որ ես ասում եմ թուրքական Հայաստանի նման գիտեմ նրանց ամեն ինչը, ասում եմ Մուսլիմ Մագամաևն ա գրել այդ երաժշտությունը, Մուսլիմ Մագամաևը միջև այդ սատկաճեր կներեք, Մուսլիմ Մագամաևը երգիչ ա դարել, մեր Արնո Բաբաջանյանի ստեղծագործությունները կատարել, Ռոբերտ Ռաժդեստվենսկուի բարերով և չադարը, նա երաժշտություն չի գրել, ես վերջերս մեկին էլ են ավելացրել, բանը հաղթանակ տարեց, ոչ այդ երաժշտություն դե բոլորս գիտենք, որ ինքն ա գրել, Արա Գևորգյանը, հիմա որպեսի թուրքը չնեղանա, համաձայնության եկան, որ երաժշտությունը հնչի, բայց չգրվի ով ա գրել, ես գրել եմ, բայց նորից կրկնեմ, Արա Բաբաջանյան, դուք որդի ունեք, ես այդ երաժշտություն համարում եմ ձեր որդին, որը գրվել է 1998 թե 97 թվականի 97
անունը Արցախ։ Հիմա Թուրքից վախենալով Արա Բաբաջանյան։ Դուք ինչ որ մեկի ասելով դուք ձեր երաժշտության անունը վախենում եք հնչեցնեք։ Ես դա համեմատում եմ նրա հետ, որ դուք տղա ունեք, բայց անուն չունի։ Ասում են Արա Բաբաջանյանի տղան է, բայց անուն չունի։ Գևորգյան։ Այո։ Արա Գևորգյան։ Ուզում եք նշեք, ուզում եք։ Դա պազոր էր։ Ալիևի ասելով գրում է երաժշտությունը Արա Գևորգյանի, Արցախ չի ասում։ Բա Արամ Բաբաջյանը, Արամ Խաչատրյանը դեն բանկաներ, բա Կոմիտասի իր երաժշտությունից կհրաժարվեր, ոչ, խնդրում եմ հայրենասեր եղեք, դրանից ոչ մի բան չեր լինի, եթե դու մնայիր քո խոսքի տերը, ասեիր ոչ, իմ երաժշտությունը, ես եմ ստեղծել, իմ երաժշտությունը անուն ունի, որը կոչվում է Արցախ։ Ես որ այդ երաժշտությունը հնչում է, ես լավ լինեմ, վատ լինեմ, ես միշտ հուզվում եմ։ Մի թողեք, որ այդ չհուզվենք, ասենք, Տեր չի կանգնում, Տեր կանգնեք ձեր ստեղծագործությանը։ Մեկ էլ մի բան էլ ասեմ, ես էլ վերջ կլինի կներեք, կարող եք կրճատել։ Մի տարի առաջ Լուլոյան ասում անունը Լուսնե Բադալյան։ Լուսնե Բադալյանը ուրեմն ամբիոնից ասում է թուրքերը ես թուրքական մի ֆիլմ եմ նայում սա իմ չայլոց եմ ասում ուզում եք մցրեք ուզում եք մի մցրեք ես մի ֆիլմ եմ նայում ես նենց էլ հեզաճկուն ասում ես ուղղակի այդ ֆիլմը նայում եմ Ես խոնարհվում եմ թուրք ժողովրդի առաջ, պատկերացնում եք, հայ կինը երբեք թուրքի առաջ չի խոնարհվել, հայ կինը ժայռից անդունդից իրան նետել է Արաքս գետը, որպեսի թուրքին չի ենթարկվի, իսկ դու կամավոր խոնարհվում ես, ես չգիտեի այդ ինչ ֆիլմ է, կներեք Հետո հետաքրքրվեցի, դունե ասամ մի հատ ֆիլմ կա, կոչվում է Վելիկոլեպնի Վեք։ Հա, Վեք։ Ընդ որում, այդ ֆիլմը Սարքովի ֆիլմ է, որոնց դերասանների համարյա 90% արտասահմանցիներ են, Ես վերջերս մեկը մահացա, մեկը հիվանդացա, մեկն էլ հրաժարվեց, որովհետև փողը չէի տվել։ Ստոր, դու կին տեղով, ոնց ես խոնարհվում Թուրքի առաջ։ Չնայած ասում եմ, այդ կինոն թուրքական դերասաններ շատ քիչ կային։ Այն էպիզոդի գլխավոր դերերում արտասահմանցիներ էին, դե արի ու միստեղ ասի, տիրոջդ նման կզի, հայ կինը մենակ եկեղեցում է խոնարհվել, հայ կինը թուրքի առաջ չի կզվել, իսկ դու ամբիոնից որ ուզում ես կզես, գնա կզի. Սա ես ձեզ եմ ասում, խնդրում եմ, ինչ ուզում եք արեք, ուղղակի ես այնքան զարմացա իրա ձևերի գիտեք, ես ուղղակի խոնարհվում եմ այդ կինոյի առաջ, լուլուն, հարգելի ծնողներ, հարգելի հերոսացին ծնողներ, խնդրում եմ մի կաշառվեք, ձեր արյան, ձեր որդների արյունը մի վաճառեք, խնդրում եմ,
Դուք կարող ա որոշները նեղանան, որոշները չնեղանան, բայց ես անձամբ ծանոթ եմ մի քանիսի հետ։ Ես օրերից մի օր իմ որդուց մի քիչ են կողմը մի ծնող կա, անունը չեմ տալիս, եթե ուզեք կտամ։ Չէ, կարիք չի։ Անունը չեմ տալիս, ամեն անգամ ես որ իջնում եմ սենց, գորից ներողություն եմ խնդրում, նոր գնում եմ իմ որդու մոտ։ Ինչի եմ ներողություն խնդրում, որովհետև իր մայրը իր որդու արյունը ծախել է։ Մի օր գնացի բարևեցի, ինձ ասել էին, որ իր մայրը աշխատում է Նիկոլի տանը։ Բարևեցի, խոսացի, բանով պատասխանեց, ասացի ճիշտ է, որ դուք Նիկոլի տանն եք աշխատում, ասաց, հա, ինչ ա եղել, որ, ասացի, ոչ մի բան, ձեր որդին գիտի, որ դուք որտեղ եք աշխատում, բա հա, գիտի, ասաց, գնում եք նրա տանը աշխատում, ասում է, լավ եմ անում, հիմա էլ պաշտոն են տվել, հիմա էլ սոց աշխատող եմ, գնաց պայթի, ինձ ասում, թե ինչի ես պիտի պայթեմ, որ նա Նիկոլի տանն աշխատում, ու տենց շատ-շատերին գիտեն, իրանց որդու արյունը վաճառել են, փող եմ վերցրել, խնդրում եմ, աղաչում եմ, ասում եկեք հրապարակ, եկեք խոսենք, եկեք գրենք, եկեք բան արենք, մի բան էլ ասում որ դու գնում ես ինչ։ Ասում գոնե եկեք են 18 անմեղներին ազատենք, մեր սրբազանը ինչի է նստած։ Սրբազանները ինչի են նստած, մեր անմեղները ինչի են նստած։ Են Լիդիան, են աղջիկը ինչ է արել։ Մի օր մի տղային կողմից եկել այն բարևում է, զգաց որ չեմ ճանաչում, ասաց ձվածեղանողն եմ։ Բլոգեր ենք։ Բլոգեր։ Էս ուր ենք հասել մենք։ Խնդրում եմ ժողովուրդ, նորից եմ խնդրում։ Ես ամենագետ չեմ, մենակ ես չեմ որդի կորցրել, դուք էլ եք կորցրել, հայրենիք են կորցնում, մեր հայրենիքը 4 կողմը կտրել են, մեզ թողել են մի փոքր մաս, մեր 3 ծով, մենք ծովից ծով չենք եղել Հայաստան, մենք 3 ծովից ծով Հայաստան ենք եղել, մի կտոր ա մնացել, եկեք պահենք, փայփայենք, խնայենք ու մեր հայրենիքը ազատ պահենք, մեր որդիները մեղք են, մեր որդիները չգնան, չզոհվեն, մեկ էլ երեխաներին լավ պահեն, զինվորականներին ուշադրություն դարձնեն, մեր ծնողներ, խնդրում եմ, էլի եմ խնդրում եմ, երբ որ բանակ եք հողարկում ձեր երեխաներին, գնացեք, հետաքրքրվեցեք, հիշում եք նախկինում, ծաղիկներով, ուտելիքով, զուռնա-դհոլով, տրանսպորտով գնում էիք մի քանի օր էլ մնում, տեսնում որտեղ են ծառայում ձեր երեխեքը ու հիացած գալիս, նորից գնացեք, հետաքրքրվեցեք որտեղ են ծառայում, ինչի վրանի տակ, ինչի, չգիտեմ, սենյակներում առանցին, գնացեք հետաքրքրվեցեք, ձեր երեխաները լավ տեղ ծառայեն, հայրենասեր ծառայեն, որ վաղը մյուս օրը մենք ուժեղ բանակ լինենք, վերականգնենք մեր նախկին ուժը վերականգնենք, լավ բանակ ունենանք, լավ հայրենիք ունենանք, լավ մարդ դառնանք, գիտեն ամեն ինչ էլ մենք ունենք, մնում է որ համախմբենք, խնդրում եմ համախմբենք ժողովուրդ եւ բոլորդ միասին ընտրություններին մասնակցենք եւ ընտրեք ամենալավ մարդկան, դուք գիտեք խոսքը ում մասին է, խնդրում եմ, չխաբվեք փողին, 10,000 դրամ այսօր կա, վաղը չկա, խնդրում եմ, ներկա լինեք բոլոր ընտրությունների, թոշակառուներ խոսքը ձեզ է վերաբերվում,